Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարի 22 մահվան դեպք է գրանցվել։ Նշվածներից 14-ը հիվանդությունների հետևանք են եղել։ Տարին նոր է սկսվել, բայց ՔԿՀ-ներում նորից կա մահվան դեպք եւ նորից հիվանդության պատճառով։ Նախորդ տարեվերջին փակվել էր դատապարտյալների հիվանդանոցը, նույն ինքը ՑԲ-ն, որի փոխարեն Արմավիր քրեակատարողական հիմնարկի տարածքում ստեղծվել է ստացիոնար բուժման կենտրոն։ Այդուհանդերձ, ըստ մասնագետների, գրանցվող մահերը գաղութներում ցույց են տալիս, որ համակարգում կան խորքային խնդիրներ, որոնք լուծումներ չեն ստանում։ Չնայած ենթադրվում էր, որ օրինակ գաղութներում բժշկական ծառայությունը առողջապահության նախարարությանը փոխանցելուց հետո պետք է էական փոփոխություններ լինեին։ Այն անձինք, ովքեր որպես այդպեսին եղել են քրեակատարողական ծառայող, այսինքն քրեակատարողական ծառայության կազմում աշխատել են որպես բժիշկներ, գերատեսչական ենթակայության փոփոխությունից հետո շարունակել են աշխատել առողջապահական բլոկում, այս անգամ արդեն առողջապահության նախարարության ենթակայության ներքո։ Ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, թե ովքեր են գաղութներում հետևում դատապարտյալների եւ կալանավորների առողջությանը։ Նրանք, ովքեր այլ բարձր վարձատրվող կառույցներում չեն գտել աշխատանք։ Ոլորտի լավագույնը համարվող որևէ մասնագետ, կարծում եմ, չի համաձայնի օրինակ 250 կամ 350 հազար դրամով աշխատել։ Գործնականում լինում են դեպքեր, երբ օրինակի համար անձը Երևանից պիտի գնա օրինակ Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական հիմնարկներում մինչև հիմա չի ներդրվել նաև ճաղերի հետևում գտնվողների առողջական վիճակի մոնիթորինգի քիչ թե շատ աշխատող համակարգ։ Մարդկանց մոտ խնդիրները հայտնաբերվում են այն ժամանակ, երբ բանը բանից անցած է լինում։ Որոշակի հետազոտություններ կամ որոշակի զննություններ արվում են պրոտոկոլային ձևով, բայց որպես այդպիսի մեր քրեակատարողական համակարգում ներդրված չի, կանխարգելիչ առողջապահական ծառայություններ ներդրված չեն։ Այսինքն մարդուն քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց փոխադրելու համար պետք է լինի բժշկի ցուցում։ Գաղութի պայմաններում նման ցուցում տալու համար անհրաժեշտ ախտորոշիչ տեխնիկա էլ չկա, համապատասխան գիտելիքներով մասնագետ էլ։ Իսկ ինչ հետևանքների է այս ամենը հանգեցնում։ ՔԿՀ-ից տարատեսակ առողջական խնդիրներով դուրս եկած անձանց մի մասը ենթագիտակցորեն դառնում է պետության թշնամին։ Բանկային համակարգի ահռելի խնդիրների մի փոքրիկ ծածկույթ նաև նրան է վերաբերվում, որ հոխես անձի վերաբերմունքը ընդհանրապես օրենքի, իրավունքի եւ արդարության ու արդարադատության նկատմամբ, որպես այդ մարդը հասկանա, որ իր նկատմամբ պետությունը վերեж չի լուծում իրեն պատժելով։ Իսկ ինչ պետք է անի նման իրավիճակում ոլորտի պատասխանատու մարմինը, ասենք արդարադատության նախարարությունը։ Խոսքը շենքային պայմանների բարելավման մասին չէ միայն։ Այստեղ մենք թերացանք, այստեղ չթերացանք, այստեղ արեցինք կատարյալը, այստեղ կատարյալին մոտ էր, բայց այսինչ հարցերում թերացանք, որովհետև եւ հիմա մենք ունենք առաջիկա ենթադրենք 90 օրվա կամ 1 տարվա մեր այս խնդիրները լուծելու շտկող պլանը։ Քրեակատարողական հիմնարկներում գրանցվող մահերի դեպքերը որևէ կերպ չպետք է համեմատության մեջ մտնեն քաղաքացիական կյանքում գրանցվածների հետ, նշում են մասնագետները։ Մի պարզ պատճառով գաղութում մարդն ամեն վայրկյան գտնվում է պետության պատասխանատվության տակ եւ զրկված է բժշկական ծառայություններից ազատ օգտվելու իրավունքից։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։